Պարոն Պետրոսյան, երեկ ԱԱԾ-ն խուզարկություն իրականացրեց Սրբազան շարժման առաջնորդների և մասնակիցների տներում, այդ թվում Բագրատ Սրբազանի և հայտնաբերեցին թղթեր, զենք, զինամթերք, ահաբեկչություն, երկրում հեղաշրջում անելու ծրագիրը, և ձեր անունն են նշում, ասում են դուք եք այդ ծրագիրը փոխանցել իշխանություններին, ինչ կասեք դուք։ Այս դրա մասին մեկ անգամ խոսել եմ, ևս մեկ անգամ ասեմ, առնվազն պետք է լինել հոգեկան շեղում ունեցող մարդ եւ անբարոյական։ Եվ եթե այս ամեն ինչ մի փոքր շարունակվի, անպայման դատական հայցով կմտնեմ դատարան, անպայման, պետք է հոգեկան հիվանդ մարդ լինի։ Որովհետև ես 1 տարուց ավելի է որևիցե անգամ անուղղակի կերպով ոչ շարժման եմ ունեցել, ոչ նրա որևիցե անդամի հետ, ոչ էլ ընդհանրապես ցանկություն եմ ունեցել, ոչ ընդհանրապես ցանկություն ունեմ կամ երբևէ կունենամ, որևիցե կերպ չեք կարողանում դուք իմ շողքից դուրս գաք, ինչն է դեր խնդիրը։ Մի տարի էլ անցել վրան, էլի Պետրոսյան Սուրենն է մեղավոր։ Ինչն է դեր խնդիրը։ Դե տապալումների համար մեղավորների փնտրտուքում եք, նույնիսկ դուք այնքան տապալվում, որ խճճվում եք արդեն ձերից վերած փաստարկների մեջ։ 1 տարի անցել, հասկանում եք, 1 տարի։ Պարոն Պետրոսյան, իսկ այն հանգամանքը, որ փաստաթղթի վրա 2024 թիվ է նշված, կասկածանքի տեղիք չի տալիս։ Ինչ իմաստով կասկածանքի տեղիք տա։ Որ դուք մասնակցություն եք ունեցել այդ պլանը, այսպես ասած, կազմելու։ Ես քանի դեռ այնտեղ եմ եղել, ոչ նման պլան ա եղել, ոչ նման խոսակցություն ընդհանրապես եւ ոչ մի բան ընդհանրապես եւ դեզեր որ իբր ես շարժում եմ պարակտը եւ այլ դա ամենամեծ անբարոյականությունն է։ Ես դուրս եմ եկել շարժումից հունիսի 17-ին, մայիսի 9 կար, մայիսի 10 կար, 26 կար, հունիսի 9 կար։ Այդ շարժումը ով մարդկանց ուղարկեց տուն, ով գնաց ասաց ժողովրդի կողմից ամենամերժելի դերակատարների հետ գնում ենք քննարկենք իմպիչմենտի հարցը, որ այդպես է տեղի չշարժվեց։ Դրան ես եմ ասել այդ ամեն ինչը։ Ես եմ շարժում պարակտը, ես եմ մարդկանց տուն ուղարկել։ Ես եմ այդ ամեն ինչը այդպես սիրուն մարդկանց միջի այդքան մարդ հանել փողոց եւ վերջում ճանապարհել 1 օրվա 2 օրվա ընթացքում տուն։ Ես ուղղակի հավատալու եմ մնացել իմ սկզբունքներին, որ ասել եմ, եթե պարլամենտական հանդիպությունից մեկը խառնվի, ես որևիցե պրոցեսին մասնակից չեմ լինելու։ Շարժումը ընտրեց ժողովրդին որպես հենարանի փոխարեն, շարժումը որպես իր համար հենարան ընտրեց ոչ թե ժողովրդին, այլ ընտրեց պարլամենտական հանդիպությունը։ Վերջ, սա է ամբողջ խնդիրը։ Մնացած ինձ ընդհանրապես դա չի ծաղրում։ Հիմա ինչ է կարծում այդ մարդիկ հասարակությունը, հանրությունը, ԶԼՄ-ին դուք ուշադրություն դասեք, նրանք ամեն մեկը թեև սպասարկող են։ Եկեք իրար հետ մտնենք գյուղ, քաղաք, ես համարյա ամեն օր շրջում եմ գյուղերով, քաղաքներով, համայնքներով։ Եկեք մտնենք, տեսնենք իմ նկատմամբ վերաբերմունքը ոնց է եւ այդ մարդկանց նկատմամբ վերաբերմունքը ոնց է։ Կարծեք մարդիկ որևիցե բան չեն տեսնում, չեն հասկանում ինչի մասն է խոսքը։ Լսեք սեպտեմբերի 3-ին 2024 թվականի իմ հարցազրույցը Պետրոս Ղազարյանի մոտ շարժման հետ կապված։ Եվ հիմա լսեք, տեսեք, ամեն բառ կատարվում է, թե չի կատարվում իմ ասած։ Որ ասում իրական ինչ խնդիրներ ա լուծվում այնտեղ, այնտեղ իշխանապողության հարց անգամ չկա, երկրորդ նախագահի հակամարտությունը եւ այլն։ Տեսեք, ամեն րոպե այդ ամեն ինչը բարձվում է, թե չի բարձվում։ Ես երբ որ մնացել եմ սկզբունքներին հավատարիմ, ես դարձել եմ շարժում պարակտող, կրկնում եմ, ես հունիսի 17-ին եմ շարժումից դուրս եկել։ Մայիսի 9-ին ես եմ մարդկանց ճանապարհել տուն, 60,000-70,000 մարդու, մայիսի 10-ին, 11-ին, 12-ին, մայիսի 26-ին, հունիսի 9-ին վերջի հանրահավաքը ես եմ ճանապարհել մարդկանց տուն, ես եմ պարակտել, այս երկար մարդ որ դուրս եկել փողոց որ ուզում էր գործողություն ուզում էր վեր դնել իշխանության, ես եմ ասել ամենավարկաբեկված, ամենամերժելի մարդկանց հետ եկեք գնանք երկխոսության իմպիչմենտ կազմակերպենք պարլամենտական ընդդիմության, դա ես եմ ասել։ Ինչ ուզում ասել մարդիկ, միևնույն է այնքան իմասուն են, այս ամեն ինչը անընդհատ գնալով շատ ավելի է պարզում, շատ ավելի է պարզում, համա ինչքան փորձեն ինձ, այսպես ասեմ, հարված են եւ այլն, որտեղ իրենք վտանգ են զգում, որ ցանկացած մարդով իրենց վերահսկողությունից դուրս է, իրենց համար գոյաբանական սպառնալիք է։ Ինչքան այսպես անել, այնքան իմ համար օգուտ է։ Ես շատ շնորհակալ կլինեմ իրենց։ Ինչքան անեն, որտեղ ինչքան գնում են իրենք իրենց անհեթեթությունների մեջ խճճվում են։ Քանի որ ճանաչում եք եւ այդպես Տավուշից քայլելով եկաք Երևան, այդ ողջ ժամանակահատվածում երբևէ շարժման առաջնորդները ունեցել են ահաբեկչական ծրագիր երկրում հեղաշրջում անելու։ Ինչի մասին է խոսքը, նման բան երբեք չի բացառված եղել նման բան։ Այդ ժամանակ երբ որ ես ասում եմ այն ժամանակահատվածը, որում որ ես այնտեղ եղել, այդտեղ եղել է միայն բացառապես համերաշխության օրակարգ։
Այնտեղ որտեղ ես եմ եղել բացառապես այդ ժամանակ։ Նաև Դրանից հետո չգիտեմ։ ծրագրում նշված է, որ ով պետք է լինի վարչապետը կամ մյուս պաշտոնյաները, ձեր ժամանակահատվածում նման խոսակցություններ եղել են իշխանափոխությունից հետո ով է լինելու։ Բացարձակապես նման խոսակցություն չի եղել են, որ մենք նստած ենք եղել մարդիկ են մտել, որ իրենք առանց մեր կարծիք հարցելու իրենց պատկերացրել են ինչ-ինչ պաշտոններում, բայց երբեք մեր կողմից չի եղել, երբեք գոնե մեկ անգամ մեր կողմից չի եղել, որ մենք ինչ-որ մեկին պիտարկենք այսինչի նախարար կամ այսինչի ղեկավար կամ վարչապետ կամ նման բան ընդհանրապես չի եղել, գոնե ես որտեղ որ եղել եմ, այդպիսի խոսակցություն ընդհանրապես չի եղել։ Իսկ հիմա, որ ընդդիմությունը հայտնում է, որ սա իշխանության սարքածն է, այդ բոլոր ձայնագրությունները ու սրանով փորձում է մարդկանց մեկուսացնել, դուք ինչ կասեք այս մասով։ Որ անկեղծ ասեմ, ինձ դա անպայման չի հետաքրքիր, որտեղ սա ընդդիմադիր շարժում չի։ Եվ ես ասել եմ, եւ պարլամենտական ընդդիմությունը եւ իշխանությունը քաղաքական նույն որակն են։ Հայաստանում փոխհամաձայնեցված խմբիշխանություն է։ Եթե բարև որ ասում եք իշխանություն, հասկացեք պարլամենտական ընդդիմությունը նաև հետը։ Այս ամենը իմ խորին համոզմանն է երկուսի պայմանավորված կազմակերպված գործընթացներն են։ Ինչ մեկ ժամանակին շատ տարբեր բաներ կա, երբ ես ասում եմ, մարդիկ ասում են, սա ինչ է ասում, պարակտում, հետո ասում են, ամիսներ տեսնում են, որ սա դա ճիշտ եմ ասում։ Այս խոսքը հիշեք։ Հայաստանում փոխհամաձայնեցված խմբիշխանություն է։ Այստեղ ընդդիմություն, իշխանություն, հակադրություն ընդհանրապես գոյություն չունի։ Պարլամենտական ընդդիմությունը իշխանության միակ հենարանն է։ Դեպքում Թուրքիան է հենարանը, արտաքին աշխարհում։ Ներսում պարլամենտական ընդդիմությունը։ Եվ այս ամեն ինչը փոխհամաձայնեցված կերպով արվում է։ Իսկ սա իշխանության հետ հանձնման երկրորդ փորձն է, որը եւս տապալվում է։ Իշխանության հետ հանձնան պայմանավորված իշխանության ընդդիմություն փորձում են անել, դրա համար պետք է Մարբուրգսբերգի փողոց, որ այդ պատրանքը ստեղծի իբր 2018-ի նման մարդիկ դուրս եկան փողոց մի ստիպացենք ասեն իշխանություն հանձնենք, այդ պատրանքը ստեղծելու համար երկրորդ փորձն է, բայց տապալվում է, չի լինում, դա չի լինելու։ Պարոն Պետրոսյան, եւ այս ամենը մի կողմ դնելով, ներքին բոլոր տարաձայնությունները մի կողմ դնելով, զուտը անձի հետ կապված ձեր վերաբերմունքը ինչպիսին է եւ արդյոք դուք այս պահին ձեր աջակցությունը հայտնում եք Բագրատ Սրբազանին։ Տեսեք, ես աջակցություն հայտնել կամ հայտնելու ընդհանրապես խնդիր որևիցե մեկին չունեմ։ Եթե ես ինչ-որ մեկին աջակցելու լինեի, ես այդ մարդու կողքը կլինեի կամ այդ մարդի կողքը կլիներ։ Ես այս պահին տեղյակ չեմ ընդհանրապես ինչա տեղի ունենում, որ Նիկոլ Փաշինյանը կարող էր այս ամեն ինչը սարքած լինել Նիկոլ Փաշինյանից հեռու, բնականաբար այո, որ պարլամենտական ընդդիմությունը կարող էր նման բան պլանավորել, եւս այո։ Հիմա ես չգիտեմ այդ ամեն ինչի մեջ որտեղ է ճշմարտությունը, բայց ես գիտեմ, որ որտեղ էլ որ լինի է ճշմարտություն։ Եվ նույնիսկ իշխանական օրակարգի մեջ է ճշմարտությունը։ Դրա մեջ որևիցե մեկին աջակցություն հայտնել կամ հայտնելու ընդհանրապես բացարձակ խնդիր չունեմ։ Եթե որ տերորիստական ակտ է պլանավորվում, ուզում եմ դա լինի հարազատ եղբայրը պետք է խստագույնս օրենքի ամենավերջին ձևով պատժվեն։ Բայց եթե դա նաև բանսարկություն է, բանսարկություն կազմակերպողները եւս ամենավերջին կերպով պետք է պատժվեն։ Ես դա կարող եմ ասել, թե աջակցել, չաջակցելու ընդհանրապես խնդիր չկա, որտեղ ասեմ, ես շատ շուտվանից բացարձակ տեղյակ չեմ ասել ինչ գործընթացներ են գնում, ընդհանրապես հետաքրքիր ինչ գործընթացներ են գնում։ Մի շարժում, որի պլատֆորմը դարձել է պարլամենտական ընդդիմությունը, ուրեմն այդտեղից ամենահակապետական, ամենահակահայկական բաները դուք կարող եք սպասել։ Իսկ ինչ եք կարծում, հետապնդումները կհասնեն նաև վեհափառին, քանի որ տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար վեհափառին է անդրադառնում եւ ասում է նա չի պահել իր կուսակրոնության ուխտը։ Եթե պարլամենտական ընդդիմությունը ամեն կերպ շարունակի աջակցել իշխանությանը, բնականաբար վեհափառին չի հասնի դա։ Եթե դուք ուշադրություն դարձեք, Նիկոլ Փաշինյանը ամենակեղտոտ մթերքով, ամենակեղտոտ ամենասրբապիղծ ձևով հարձակվեց եկեղեցու վրա եւ դրան անմիջապես հաջորդեց պարլամենտական ընդդիմության բոլոր ԶԼՄ-ների, բոլոր դերակատարների կողմից արհեստական հանրային պահանջի ձևավորումը առ այն, որ եկեղեցին պետք է այլևս վերջնական հակահարված տա Նիկոլ Փաշինյանին, այսինքն նրանք ուղղակի դրդում էին եկեղեցուն, որ Նիկոլ Փաշինյանի խաղի կանոններով, Նիկոլ Փաշինյանի օրակարգով եւ արժեքներով մտնի ճակատամարտի մեջ, որտեղ որ եկեղեցին ուղղակի ջախջախվելու է։ Եթե դուք ուզում եք, ես փաստերով եմ խոսում պարլամենտական ընդդիմության որակը հասկանաք։ Ու դրա համար էսանցի միակ տարբերակը, որ եկեղեցին կարողանա այս ծուղակից դուրս գա, ինքը ունի մեկ տարբերակ ընդամենը։
պետք է հայտարարի, ասի, որ բոլորը եկեղեցու զավակներն են եւ ես որևիցե մի քաղաքական ուժի ֆիզիկական պաշտպանության կարիքը չունեմ, որ գնում են ինչ-որ հերթապահություններ են անում, հավաքվում են եկեղեցու դեմը եւ այլն, ինչ-որ բախումներ են փորձում եւ այլն։ Ինչ պիտի անի Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի հեղինակությունում լեգիտիմությունն է ոչ մի բանի, թե նույնիսկ անգամ գնա ֆիզիկապես ինքից ձեռը ուզեն այնպես քաշի, օրինակ բեապարն անի, ժողովուրդը այնպես ինքնամուխ կավախ այնպես բան այնտեղ կստացվի, որ իրենք չեն պատկերացնում։ Ինչ պիտի անի, որևիցե բան չի կարող անի։ Սա փոխ համաձայնեցված կերպով եկեղեցուն քաշում են այս գործընթացների մեջ իրենց քաղաքական խնդիրները լուծելու հետ։ Իշխանություն եւ ընդդիմությունը միասին երաշխավորված կերպով պայմանավորված։ Երաշխավորված։ Ուզում եք ասեք, որ ես հասկանում եմ դա, որ չի կարելի Նիկոլ Փաշինյանը նորակարգով մտնել եկեղեցին պայքարի մեջ, իրենք այդքանը չեն հասկանում, ամեն րոպե դրթում են իրենք, հա, բախտվել է եկեղեցի հետո եկեղեցինը դրթում են ինչ-որ կռիվների մեջ, այն պարագայում, երբ որ եկեղեցին քաղաքական հենարան անգամ չունի, եթե անգամ հաջողություն լինի հենարան, ով է լինելու իր քաղաքական, ով է կապիտալիզացնելու իր հաջողությունը, Դաշնակցությունը, Սերժ Սարգսյանը, թե Ռոբերտ Քոչարյանը